Սիրելի հայրենակիցներ, չնայած իմ համար շատ դժվար է, բայց ես ուզում եմ այսօր իմ միտքս, իմ ուղերձը ասեմ հայերեն, որտեղ ասում դա հաշվում դա շատ կարևոր։ 5 մտքեր եմ ուզում ձեզ փոխանցեմ ստեից եւ հույսում եմ, որ դուք ճիշտ կհասկանաք։ Առաջինը, ես նորից ուզում եմ հիշեցնեմ, որ Քաչն Ազարին ընտրում է ժողովուրդը թագավոր, ինքը չի դառնում թագավոր։ Ես ուզում դա հիշեցնեմ նորից մեզ բոլորին, որ մենք չմոռանանք դրա մասին։ Երկրորդը, սիրելի Քաչնազար Նիկոլ, ձեզ 3 անգամ բախտը չի բերել։ Առաջինը, ես մանկությունից շատ եմ սիրում կարդալ եւ իմ ամենասիրած գրողներից երիտասարդ ժամանակ եղել է Էրիխ Մայերի Մարկը։ Երրորդը, որ ես կանանախոսում գտնվելով մենակ 800 շատ գրքեր եմ կարդում եւ փորձում եմ հայերենը պահպանել եւ փորձում եմ գտնել հայ գրողների գրքերը գրադարանում։ Ցավոք սրտի մենակ 2 գրողների գիրք կար գրադարանում, մեկը Պետրոսյանին էր, մեկը ձերն էր, Սարբզամանն իմ համար, գիտեմ որ դուք տենց հայտնի գրող եք։ Եվ կարդալով ձեր գիրքը ես համոզվեցի, որ ոչ թե դուք ունեք շատ լուրջ խնդիրներ ձեր բարոյական պայլաձևով, ձեր կրթությունից եւ ձեր ուրիշ խնդիրների առաջ կանած, որ սուտասան եք եւ հնարող եք եւ շատ բան, բայց դուք գրագող եք։ Եվ ասեմ ձեզ, որ դա ինձ շատ դրամացել, որտեղ գրագողներով դուք գիտեք, որ գողությունը, սեփականությունը նույն գրքերը չի կարելի գողանալ, բայց դուք դարեցիք շատ հանգիստ ոչ մի հատ մի գրողից, այլ մի քանի գրողից եւ ձեր թերությունները իհարկե ձեր վրիպումները, ձեր բայրաձևը ինձ շատ տխրացնում է եւ ես ցավոք վախենում եմ, որ ինչ որ դուք անում եք ձեզ մեծ պատիժ է սպասում եւ գիտեք Հնդկաստանում երբ որ մարդը մահանում է, մարդիկ հավատում են, որ իրանք նվիրացնում են ուրիշ մարդկանց կամ կենդանիների մեջ եւ ամենամեծ պատիժն է, որ մարդը շատ մեղքերից հետո ծնվում է Անդրեևի ճճուի մեջ եւ 84000 ապրում է որպես Անդրեևի ճճու։ Ես վախենում եմ, որ ձեզ այդպես բաշիկ պատիժն է սպասում, հույսով եմ, որ հենց ժամանակ կա, որ դա չստացնեն, բայց կասկածում եմ արդեն ուշ է։ Երրորդը, ես ուզում ասեմ, որ մենք պետք է բոլորս հասկանանք, որ մեր առջև մեծ մարտահրավերք է։ Սա ընտրությունների հարց չի, սա հարց է, որ պատերազմը չի վերջացել, պատերազմը շարունակվում է։ Պատերազմը շարունակվում է ոչ ռազմական, այլ ուրիշ եւ հիմա, երբ որ մեզ Ռուսաստանի եւ Եվրոպական միության մեջ փորձում են կռվածնել, ամենավտանգավորն է, որ մենք վերջում ընկնում ենք երրորդ ուժի տակ, եւ այդ երրորդ ուժը նստած սպասում է ոնց է մենք դառնալու իրանից կախված եւ տնտեսական եւ պարանյութական եւ տեղեկատվական եւ տեխնոլոգիաներով եւ ամեն ինչով դառնալու ենք վայելել Թուրքիա եւ Ադրբեջանը եւ դա է նպատակը, որ արդեն հիմա առանց ֆիզիկական ռազմական գործողությունների քայլ եւ եթե ինչ-որ մեկը դա չի հասկանում, ուզում դա ասեմ, որ մենք բոլորս պիտի հասկանանք, եթե մենք ոչինչ բան չանենք, դա իրականացնելու է շատ արագ եւ դա շատ մեծ վտանգ է, որ եթե մենք շարունակենք մեր բայրաձևը, մեզ սպասում է ոչ Ռուսաստան, ոչ Եվրոպական միություն, այլ Թուրքիայի վայելել դառնալը։ Չորրորդը, ես այստեղ քննարկում եմ, որ ամսի 28-ին մայիսի պատրաստվում է ռազմական շքերթ, ինձ թվում է դա անբարոյական է, երբ որ հիմա նույն ժամանակ զինվորները եւ սպաները գտնում են Երեն հիմա եւ գտնում են բանտում Ադրբեջանի շքերթ անցկացնել եւ ես նորից հիշեցնեմ, որ բանակը կառուցվում է ոչ թե շքերթներով, փողով եւ զենքով, կոչումներով եւ տարբեր ձևի ուրիշ բաներով, այլ ամենական ոգով, բարոյական եւ հայրենասական ոգով եւ ես կոչում եմ բոլորին, որ իսկապես հայացել է, որ մենք դուք չմասնակցեք այդ շքերթին, որովհետեւ դա անբարոյական է այս վիճակում, երբ որ մեր սպաները զինվորները գտնում են ստեղ դուք անեք շքերթը եւ դա ոչ մի դեպքի թողնում ինձ հանգիստ, որտեղ ես հաշվում եմ դա անբարոյական է, որ մեր տղեկը գտնվելով 6 տարի է մարդիկ ավարտում 6 տարի չունեն հնարավորություն ստանալու ոչ իրաց մոտիկների ֆոտոները, իրաց մոտիկների նամակները, իրաց մոտիկներից շորեր, ուրիշ բաներ եւ դա ոչ մեկ ձևով չի կազմակերպված Հայաստանի կողմից, գլխավոր համակարգը, որը պարտություն է գրել, չի անում ոչ մի բան, որ այդ մարդիկ գոնես գան, որ իրաց հետևը թիկուն կկանանց այդ պետությունը։ 5-րդը
Իշեք միշտ, որ ամենամեծ վտանգը անտարբերությունն է։ Անտարբերությունը ավելի վտանգավոր է, քան բոլոր ուրիշ թերությունները։ Սերի մյուս կողմը ատելությունը չի, անտարբերությունն է։ Բարության մյուս կողմը չարաշնատերությունն է, անտարբերությունն է։ Հավատի մյուս կողմը Աստվածը մեղություն չի, անտարբերությունը, եւ կյանքի մյուս կողմը մահը չի, անտարբերությունը։ Եվ որ մենք ունենանք մեր պետությունը, մենք հպարտ ունենք, որ մենք քաղաքացիենք այդ պետության, մեզ ոչ մեկ ոչ մի բան պարտական չի, մենք պետք է անտարբեր չունենք, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր պետությունը պահպանվի, մենք պետք է ամեն մեկը մեր տեղում հասկանանք, որ ոչ մեկ մի հոգին չի կարող փոխել այդ իրավիճակը, մենք իրար միասին բոլորս պետք է անենք ամեն ինչ, որ մեր երկիրը պահպանվի, որ մենք ունենանք անկախ պետություն։ Եվ վերջում ուզում ասեմ, որ իմ համար երջանկություն է ծառայել կամավոր երախտապարտ Աստծուն, սիրել բոլորին եւ ամեն ինչը, եւ հաղթահարել գայթակղությունները, սովորել ամեն վայրկյան, մինչեւ վերջին իմ կյանքի շունչը, եւ ամեն ինչ, որ ես գիտեմ, կարամ ունեմ տամ աշխարհին, վերադարձնելով իմ անվերջ պարտքը Աստծուն, իմ երջանկության համար, եւ ես երջանք եմ, որ դա ես ամեն ինչ կարամ անեմ, մինչեւ վերջին իմ կյանքի շունչը, եւ ես դասարուբենն եմ, Կարլենի Իրինայի որդին, Ռուսեն մտքով հայ մարդ, իմաստնային թարգմանիչների միաբանության անդամ, մարդ, որը երջանիկ է, որի համար հնարավորություն կա իր կյանքը նվիրել իր հայրենիքին, աշխարհին, սիրով եւ հավատով, ծառայել բոլորին եւ ամեն ինչին։ Ես ձեզ ցանկանում եմ, որ մենք բոլորս հասկանանք, որ մեր ապագան մեր ձեռքերում է, ուրիշի ձեռքերում չի։ Եվ ես վստահ եմ, որ մենք ամեն ինչ կարանք եւ անելու ենք, որ այդ ապագան լինի լուսավոր, բարի եւ հիմնված սկզբունքների արժեքների վրա։ Եվ հույս եմ, որ բոլոր մարդիկ հիմա որ սխալ բաներ են անում եւ սխալ մոտեցումով վերաբերում են ամեն ինչին, կհասկանան եւ կփոխեն իրենց մոտեցումը այդ ամեն ինչին։ Եթե չէ, Աստված իրենց այդ բոլորին ներում եմ, բոլորին սիրում եմ։ Շնորհակալ եմ ձեզ բոլորին եւ էլի դրեք միասին եմ։